Քաղաքացիական պայմանագիր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սկսել է նախընտրական դրամահավաք։ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուղիղ եթերում է առավոտից։ Նախ վարչապետը ներկայացնում է քաղաքականության ֆինանսավորման ՔՊ իդեալը։ Խաղաղության տեր կանգնելու գինը 1 դրամ է։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քաղաքական գործունեություն ծավալելու համար պետք է 1000 դրամ, մենք պետք է գտնենք ոչ թե մի հոգու, ով մեզ կտա 1000 դրամ, այլ մենք պետք է գտնենք 1000 հոգու, ով մեզ կտա 1 դրամ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական դրամահավաքը սկսված է։ Փոխանցեք ձեր 1 դրամը եւ տեր կանգնեք խաղաղությանը։ Հաշվեհամարի մասին տեղեկատվությունը այս տեսանյութի նկարագրության մեջ է։ Հաջորդ թիվ Փաշինյանն արդեն մեքենայում է երաժշտության ուղեկցությամբ։ Մյուս անգամ, սաղկացնենք մյուս անգամ, եթե չկա հույս անգամ։ Առաջին կանգառը Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի նորակառույց մանկապարտեզն է 1-500-ից։ Գյուղում նախկինում չի եղել մանկապարտեզ։ Շենքում շրջայցից հետո բակում վարչապետին սպասում են գյուղացիները։ Խնդիրները քիչ չեն։ Սպանապարողությունը 3 ֆունտ ունի, 90 սամի համար է նախատեսված։ քանի սամ կա։ 33 հերթադրված սաներ ունենք արդեն։ Նստե չունենք դպրոց, կողիկի ունեն Աճախում։ Մարդիկը խնդրին ավտոբուս տրամադրին։ Այսինքն նորոգումից հետո էլ են գնալու։ Մեր դպրոցը չկա։ Չկա, դպրոց չեն Աճախում։ Մի րոպե, հասկանանք թեման։ Կողի գյուղն է դպրոցը։ Մի րոպե, հələ հասկանանք, հասկացանք։ Դպրոցը հիմա նորոգվում է, հետո երեխեք ստեղ են գալու դպրոց։ Ընդեղի դպրոցն է նորոգվում։ Բա հիմա ավտոբուսով գնում են ուր։ Չունենք ավտոբուս, խնդրում ստե вообще դպրոց չեն Աճախում։ Ինչքան է հեռու դպրոցը։ 3 կիլոմետր։ Այսինքն նորմալ 5 կիլոմետրից է սկսվում, որ դիմերդան տրանսպորտ տրամադրվի, չի համապատասխանում։ Գավառ համայնքի Սարուխանի դպրոցը եւս վերանորոգվել է, Փաշինյանը եկել է անձամբ տեսնելու արդյունքը։ Երբ ավարտվեց։ Նախկինում ունեցել եք լաբորատորիա, չէ՞, առաջին անգամ եք արել։ Ապա զալա չէ քան հանել դնել, խալած, եսի ինչ, ավելի Կոճակը սա փոքրեց։ Այ կարե։ Փաշինյանի կոճակն է պոկվել, կարեցին ու ուղևորվեցին Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոց։ Ամենուր կան խնդիրներ, բնակիչները սպասում են վարչապետի արձագանքին։ Էսի իմ թիմն է, երեխեքը իսկական ֆուտբոլի դաշտ են ուզում, որ առողջ ապրելակերպ ունենան։ Նախ ունեք այս ֆուտբոլի դաշտում հələ փոքր են, կներեք։ Ինչ են փոքր, այս ֆուտբոլի դաշտում հələ բան արեք։ Իսկական ենք ուզում։ Չէ, մի րոպե, ինչ արդյունք եք ցույց տվել։ Ինչ չունեն գնահատություն։ մի րոպե, այս դաշտում պարապեք արդյունք ցույց տվեք, ավելի լավ արդյունքի, ավելի դա։ Բացի դրանից էլ մենք ծրագիր ունենք 100 կոմբինացված ֆուտբոլի, կոմբինացված խաղահրապարակներ։ Նորակառույց 500 մանկապարտեզներից է նաև Մարտունիի Ծովասար բնակավայրի մանկապարտեզը։ Թելում եք։ Դեկնեք Ջրի հարցով Փաշինյանը խնդրում է այլևս չդիմել, բոլոր տեղերում կա խնդիր։ Նախորդ 5 տարիներին ասում է խաղաղության հարցն են լուծել, հիմա նույն կերպ կլուծեն նաև ջրի հարցը։ Հաջորդ 5 տարում առաջնայինություն առնելու, առաջնային 4-5 հարցերից մեկը լնելու է ջրի հարցը։ Բոլոր տեղերում։
Հաջորդիվ ասֆալտապատում ընթացքի մեջ է Մարտունիի, Երևանյան եւ Միասնիկյան փողոցների ասֆալտապատումը։ Այն պոտենցիալ բարձրացող հատվածն է մեծ խնդրեմ։ Մի հատվածում պոտենցիալ բարձրացողի մի հատվածում մրցույթը հայտարարել ենք արդեն, Որ սովորական ասֆալտ 9 կիլոմետրի վրա մրցույթը հայտարարել ենք։ Բնակիչների խնդիրներից միջև անեծքներ նախկիններին ամեն բան լսում է Փաշինյանը։ Կարան, Իշքան փորձան կա թափիկ խոչոյն ու Սերժո Արևու։ Չէ, Николай, дорогой, вот в России я половину только. Очень рад, Но зато Գանձակում էլ շփվեց ժողովրդի հետ, ապա Աստղաձորի, հետո Վարդենիկի մանկապարտեզներում եղավ։ Երեխաների հետ ձեռքսեղմումներ, սրտիկներ ու ջերմ շփում։ Մի վարքյան երեխեք ջան։ Մի վարքյան կտամ կա բոլորիդ կա հասնի։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։